Խոսքը վերաբերում է 405,000 ամերիկյան դոլարի, որը որ ժամկետ անցած տեխնիկական պատճառով, մնացած գումարները մեր ընթացիկ պարտքերն են, որը մեր մոտավորապես պատկերացրեք, մեր ավիաընկերության շրջանառությունը մեկ ամսվա կազմում է 5.5 միլիոն ամերիկյան դոլար։ Այսինքն 400,000 դոլարը այդ գումարի մեջ նույնիսկ 10%-ը չի կազմում, այսինքն դա բարդ խնդիր չի մեզ համար այդ գումարը վճարել։ Ասել, որ մենք գտնվում ենք փայլուն ֆինանսական վիճակում, ոչ այդպես չի, որովհետև եղել են բարդություններ, եղել են կիրառվել են դեմպինգային քաղաքականություն, որի համար դիմել ենք թե կառավարությանը, թե հակամրցակցային հանձնաժողովին, եւ տվյալ խնդիրները ուսումնասիրվում են, եւ մենք մոտավորապես շաբաթը մի քանի անգամ ով է դեմպինգ արել։ Այսպես օրինակ, Air Armenia ավիաընկերությունը, երբ որ նախորդ տարի հայտարարեց իր թռիչքները սկսելու վերաբերյալ որոշ ուղղություններով, Մոսկվա, Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Սամարա միջնորդներով անմիջապես 35%-ով նվազեցվեցին սահմանները։ Ուղղակի հայտարարել են, դեռ չէին սկսել իրականացնել։ Բոլոր ընկերությունները, Aeroflot ընկերությունները, բոլոր ռուսական ընկերությունները, Aeroflot, Uter ավիաընկերությունը, Սոչի, Կրասնոդարը, որտեղ որ մենք ենք պատրաստվում թռչել։ Միայն այն ուղղությունները, որ մենք չէինք հայտարարել, կամ թե չէինք իրականացնում, սակագներ չեն իջել, ուշադրություն դարձրեք, խնդրում եմ, կատարեք հետազոտություն եւ կտեսնեք չկա մեկ ուղղություն, ուր որ Air Armenia ավիաընկերությունը չի սկսել թռիչքներ կատարել, եւ սակագները նվազել են, այդպիսի բան ուղղություն։ Քաղաք մեն Արմավիայի պատմությունը դեր գլխի վարքի։ Նիդարդուց։